Բնության օրենքներն իրեն հարմարեցնել Ալիկին դեռ չի հաջողվել, արդեն տարիներ շարունակ խնձորենին բերք չի տալիս։ Ալիկը կեսկատակ ասում է երևի նեղացել է իրենից, բայց չի հուսադրվում, այգին ջրում է, հողը պարարտացնում ու հատկապես սպասում խնձորի բերքին։ Չգիտեմ, հիմնական պատճառը որն է։ Թե տեղանկից է, բայց եթե բերքի տա, ես համակերպվել եմ այն մտքի հետ, որ ինքը գեղեցկություն է, գնայես այդ գեղեցկությունով քեանաս, թեկուս այդպես էլի ինչ-որ ես դրով կբավարարեմ ու այդ էլ ինձ ինչ-որ հոգեպես լավ կզգամ ես, չգիտեմ, այդ պահով էլի։ Շուրջ 3000 մետր հողատարածքում 1000 ծառատեսակ կա, բոլորին հատիկ առ հատիկ ճանաչում է այգեպանը, խնամում իր հարազատ երեխայի նման փայփայում։ Հատուկ անկյուն ունի ապրիլյան հերոսների համար, կանադական բարդիները տղաների հետ է ասոցացնում։ Հենց սոնք ամեն մեկը մի հատ զինվոր են։ Եթե այգում 1000 ծառատեսակ կա, ուրեմն ինքն էլ հազարապետն է, ծառերն ու ծաղիկներն էլ զինվորներն են։ Ալիկի համար սա կենսակերպ է, բնության հետ ամենօրյա ներդաշնակ կապ կամ բնությանը միաձուլում նպատակներ ունի, այգին էլ ավելի գեղեցկացնել ու նոր տարբերվող ծառատեսակներով համալրել։ Օրինակ էկզոտիկ մրգեր է ցանկանում աճեցնել այստեղ, բայց ֆինանսական միջոցները սուղ են, տարածքն ամբողջովին օգտագործելու համար կլորիկ գումար է անհրաժեշտ։ Այգին հիմնվել է փոքր աղբորս գաղապարով մտքով ու 3 աղբերով ես մեծ աղբերս, փոքր աղբերս սկսեցինք զբաղվել այդ այգով, փոքր աղբորս նախաձեռնությամբ։ Բայց սերը, ասենք, ես այս բնությունով կապրում, ինչ եք բացատրեմ, մի հատ անբացատրելի բան է։ Ես կապրում այս բնությունով։ Ամեն առավոտ, իրիկուն, նույնիսկ ես կարևին։ Այգեպանը հրաժեշտ է տալիս իր ծառերին ու ծաղիկներին այն ժամանակ, երբ օրը մթնում է։ Իսկ առավոտյան կրկին նույն սպասումով այգի է մտնում Ալիկը ակնկալելով, որ խնձորենին այս անգամ հաստատ բերք տված կլինի։ Կիմա Եղշացյան, Կարապետ Առաքելյան, Օրագիծ։